Եթե տանից դուրս գալու հավես չունես, բայց այնուամենայնիվ ուզում ես օրդ մշակութային անցկացնել, ապա հիմա խորհուրդ եմ տալու մի ֆիլմ, որից կարող է ուղեղումդ պայթյուն առաջանալ։ Այո, ամեն անգամ, երբ ռեժիսորական աթոռին Յորգոս Լանտիմոսն է իսկ տեսախցիկի առաջ Էմմա Սթոունը, այստեղ մենք բոլորս հանձնվում ենք, որովհետև գիտենք, որ իսկապես ֆանտաստիկ մի բան է լինելու։ Ֆիլմի գլխավոր հերոսը Բելլա Բաքսթերն է, երեխայի ուղեղով եւ հասուն կնոջ մարմնով բժշկական էքսպերիմենտ։ Նա կարճ ժամանակում անցնում է մարդու կյանքի բոլոր փուլերով, մանկությունից մինչև հասունություն։ Այս ճանապարհին նա հանդիպում է տարբեր արժեհամակարգերի տեր մարդկանց, մարմնավորում է մարդուն բնորոշ բոլոր հատկանիշները՝ ազատասիրություն, ցանկասիրություն, խիղճ եւ այլն։ Բելլան զարմանում է կանանց ու տղամարդկանց աշխարհայացքների տարբերությունից։ Նա կարիք չի զգում հասարակության կողմից կանանց համար ստեղծված կանոններին ու նորմերին հետևելու։ Սրա շնորհիվ ծնվում են մի քանի տեսարաններ, որոնք ֆիլմը դարձնում են շատ սարկաստիկ ու համեմում այն յուրահատուկ հումորով, քանի որ աղջկա դիտարկումները երբեմն առաջացնում են անհարմար ծիծաղ ու անհարմար ռեալիստականություն։ Առաջարկում եմ ֆիլմը դիտել շատ ուշադիր, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջանալու գլխումդ եւ պատասխանները գտնելու ես հենց մանրուքների մեջ։